Մոսկվայի Golden Palace համալիրում Հայաստան համահայկական հիմնադրամի Ռուսաստանի ներկայացուցչության նախաձեռնությամբ մարաթոն 2012-ի շրջանակներում կազմակերպվել էր ամենամյա բարեգործական ճաշ դրահամավակ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ։ Պաշտոնական ճաշ դրահամավակի ներկայ էին Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամներ։ Ներկաները ճաշը սկսեցին հոտնկայս տերունական աղոթքով։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած գումարների միջոցով Արցախում իրականացված և իրականացվող ռազմավարական և տնտեսական նշանակության մի շարք ծրագրեր։ Նա համոզմունք հայտնեց, որ հիմնադրամի գործունեությունը համախմբում է ողջ աշխարհի հայությանն ու նպաստում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը։ Այսօր մենք հավաքվել ենք մեկ այլ կարևոր ծրագիր կյանքի կոչելու նպատակով, որի հիմքում ընկած է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը երկարաժամկետ հեռանկարով։ Զարգացած գյուղը մեր ժողովրդին հողի հետ կապող ամենակարևոր միջոցն է և միանգամից լուծում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներ։ Կարծում եմ ակնհայտ է, որ ամուր ու շենացող գյուղը Արցախի հզորության առանցքային բաղադրամասներից մեկն է։ Հանգանակությանը մասնակցող ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս կարևորեց այս դրամահավաքի դերը, նշելով, որ այն հնարավորություն կտա աջակցելու Արցախի կառուցմանն ու հզորացմանը և հավաստիացրեց, որ հավաքված յուրաքանչյուր լումա ուղղորդվելու է նշված ծրագրի իրականացմանը։ Յուրաքանչյուր հայ այդ գործընթացներում կունենա իր հնարավորությունների չափով իր մասնակցությունը, ամենակարևորը, որ բոլորը վստահ են, որ յուրաքանչյուր լումա, որը դրվելու է Արցախի զարգացման համար, ծառայելու է իր նպատակին։ Եվ բոլորը վստահում են Լեռնային Ղարաբաղի նախագահին, որ իր վերահսկողության ներքո այդ բոլոր գումարները կուղղորդվի բուն նպատակին ծառայեցնելու համար։ Ըստ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի Մոսկվայում մեկնարկած այս դրամահավաքը որպես միջոցառում առաջինն է, որի հանգանակած գումարները կուղղորդվեն ոչ միայն Արցախի գյուղական համայնքների զարգացմանն, այլև կծառայեն սիրահայության առջև ծառացած խնդիրների լուծմանը, որն այսօր շատ կարևոր է։ Սա առաջին միջոցառումն է, հետևելու է Եվրոպայում համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին կհետևի արդեն հեռուստամարաթոնը։ Դրա համար այդ երկու միջոցառումների ժամանակ եւ պարզ կլինի արդյոք նվիրատուների կտրուկ աճ է եղել կապված այս խնդրի հետ։ Բայց կարող եմ ասել, որ արդեն կան մարդիկ, հանձնավորություններ, որոնք պատրաստ են օժանդակություն տրամադրել հենց այս խնդրի լուծմանը եւ հույսով եմ, որ բազմաթիվ հայեր կհասկանան, որ սա եւս շատ կարեւոր խնդիր է։ Պաշտոնական ճաշ դրամահավաքի մասնակից Ռուսաստանաբնակ հայ գործարարները տարակարծիք էին Հայաստանին ու Արցախին օգնելու դրամահավաքային միջոցների վերաբերյալ։ Շատ կարևոր միջոցառում է եւ դա բոլոր հայության պարտքն է, որպեսզի բոլորը մասնակցեն այդ միջոցառումը, որովհետեւ այդ միջոցառման արդյունքը գնում է բոլոր ամբողջ ժողովրդին, ամբողջ հայ երեխաներին եւ հայ պապիկներին եւ տատիկներին։ На первый взгляд, мне кажется, неправильно. Вот так собраться и собирать деньги. Я думаю, что было бы неплохо начинать с того, чтобы знать, кто чего может, и поручить делать программы, разработать какие-то программы и до конца вести разработку этих программ, получить результаты. Результаты должны быть коммерческими, экономическими. Դրամահավաքն ուղեկցվում էր Արցախի ձայներ համույթի գեղարվեստական կատարումներով և Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունը փաստող ֆիլմի ցուցադրությամբ։ Միջոցառման ավարտին հայտարարվեց Ռուսաստանի հայության կողմից հավաքագրված գումարի չափը՝ $12,100,000։ Սուսաննա Հովհաննիսյան, Արթուր Հախինյան, Գագիկ Խոդիկյան, Մոսկվայից Երկիրն այսօրի համար։